Եվ այսպես Երևանն ու Բաքուն ավարտեցին բանակցությունները եւ համաձայնեցրել են բոլոր այն կետերը, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին։ Որն է լինելու հաջորդ քայլը։ Դե տրամաբանական է, որ ամփոփած բանակցություններից հետո պայմանագիրը ստորագրվի։ Սակայն մենք ամեն դեպքում Բաքվից նոր նախապայմաններ ենք լսում եւ նաեւ հայտարարություն, որ Բաքուն Երևանին չի հավատում որևէ ձևով։ Եվ սա անհասկանալի է։ Այսինքն, եթե բանակցությունը գնում է, եթե կան արդեն լուրջ արդյունքներ, ապա ինչու նման մոտեցում կա։ Եվ ես կարծում եմ, որ Բաքվի նպատակը խաղաղության պայմանագիր չստորագրելն է, չնայած որ Երևանը շատ լուրջ ջանքեր է թափել, որպեսզի այն ստորագրվի։ Այսպիսով դեռ հստակ չեմ կարող ասել, որ անպայման կստորագրվի, պարզ է, որ կան խաղացողներ, այդ թվում Եվրամիությունում ու ԱՄՆ-ում, որոնք ուզում են, որ արագ ստորագրվի առկա ձևաչափով, բայց ամեն դեպքում Բաքվից եւ Անկարայից մենք տեսնում ենք ընդդիմություն է պայմանագրին եւ այսպես ասեմ չեմ կարող հստակ կանխատեսում տալ, թե կստորագրվի թե ոչ։ Եվ երբ կստորագրվի։ Եվ նաև երբ կստորագրվի, որովհետև դեռ վաղուց խոսվում է, որ այո, շուտով, այ հիմա ասում է արդեն, որ բոլոր կետերը համաձայնեցվել են։ Այսինքն, եթե բոլոր կետերը համաձայնեցվել են, ապա հնարավոր է այսօր էլ ստորագրել, չէ՞։ Ինչ նախանգարում։ Խանգարումը ակնհայտորեն Բաքվի առաջինը Բաքուն հայտարարեց, որ մենք ավարտել ենք բանակցությունները։ Բաքուն հայտարարեց, բայց ինչն է կոնկրետ եղել, հա։ Վերջին երկու նախապայման Բաքվի, այսինքն դա կոչվում է կետեր խաղաղության պայմանագրի, եղել են հետևյալը՝ հայտերի հետ կանչը եւ օտարերկրյա ուժերի, այդ թվում խաղապահների, այդ թվում դիտորդների չկայացումը սահմանի վրա եւ Երևանը դրա վրա համաձայնվեց։ Երևանի դիրքորոշումը եղել է օրինակ օտարերկրյա ներկայացուցիչ Դիտորդը օտարերկրյա ուժ է համարվում։ Այո, Բաքուն պարտադրում է, որպեսզի դիտորդները դուրս գան։ Եվ Երևանի դիրքորոշումը եղել է որպես, այսպես ասեմ, հա, միջանկյալ տարբերակ, որ եկեք դուրս գան այն հատվածներից, որոնք արդեն դելիմիտացվել են, բայց Բաքուն ուզում է, որ ամբողջությամբ դուրս գան եւ կարծես թե այս թեմայով համաձայնություն։ Բաքուն չի համաձայնել Երևանի այդ տարբերակին։ Այդ տարբերակին չի համաձայնվել եւ ես ենթադրում եմ, որ Երևանն է համաձայնվել։ Բայց ինչն է համաձայնեցվել բանակցություններում։ Դե հայցերի այդ կետը բանակցությունում կա։ Այո, այդ կետը բանակցությունում կա։ Բայց խոշոր հաշվով ստեղ միայն հայկական կողմից հայցերի հետ կանչի մասն է խոսքը գնում, որովհետև ադրբեջանական կողմից իրականում հայցերի հետ կանչը համոզված չեմ, որ կլինի, ել չասած, որ իրենց կողմից հայցերը բովանդակային չեն, այսինքն հանցագործությունները գործել է Բաքուն, Ադրբեջանը, Ալիևյան բռնապետությունը, Հայաստանը դիմել է, որպեսզի կարողանա դրա պատասխան բերի եւ նաեւ որպեսզի Ադրբեջանի հետագա հանցագործությունները զսպի, իսկ Բաքուն ի պատասխան դրա բազմաթիվ հայցերը ներկայացրել միջազգային դատարան, բայց դրանք ոնց որ իրավական սպամի տեսք ունեն, այսինքն դրանք շատ թեթևակաշ են, շատ թույլ են եւ բովանդակազուրկ են, ինչ դեռ հայկական կողմից հայցերը շատ ավելի ծանրակշիռ են եւ այստեղ շատ էական բանը այն է, որ դրանք նորից արդեն դիմել այդ թեմաներով հնարավոր չի լինելու։ Կարող ենք ասել, երեք Բաքվի արածը մի բան էր, այսօր այլ բան է։ Կամ դրա հակառակն է ճիշտ։ Նկատի ունեք երեք հայտարարում է, որ ավարտվել ենք եւ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը ողջունում են գրեթե բոլոր ուժային կենտրոնները, բոլոր հայտնի մեծ խաղացողները, Վաշինգտոն, Մոսկվա, անգամ հապկից կա արդեն դրական արձագանք այս ամենին, այսօր հրաժարման տենդենս է նկատվում այդ ոգևորությունից։ Մի բան հաշվի առնենք, որ Բաքվի վրա մշտական եւ ասեմ, որ բացասական ազդեցություն ունի Անկարան։ Եվ հավանաբար կապ է եղել Անկարայի հետ, Անկարան միշտ խոչընդոտել է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը, թե QST բանակցությունների ժամանակ, թե Կազանի բանակցությունների ժամանակ։ Ենթադրում եք նայել նույն բանն է։ Կարծում եմ, որ դա հնարավոր է։ Եվ որովհետեւ Թուրքիայի նպատակը եղել է հակամարտության միջոցով մտնել այս տարածաշրջան։ Սա Թուրքիան հաջողաբար իրականացնում է, բայց դեռ մասնակի է ստացվել, շարունակում է այդ քաղաքականությունը։ Թուրք լրագրողներն էլ հենց այս մթնոլորտում հայտնվեցին Հայաստանում։
Թե դա այդպեսի հաշվարկի արդյունք չէ։ Այս մթնոլորտում, բայց Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Թուրքիայի վրա ինչ որ կերպ դրական ազդի, այսինքն թուրքական լրագրողների հետ շփման միջոցով, ոնց որ թուրքական Քանի որ նախաձեռնությունը մերն է եղել։ Այո, նախաձեռնությունը Երևանին է եղել, փորձ է եղել ազդել Թուրքիայի հանրային կարծիքի վրա եւ ազդել նաեւ իշխանությունների վրա, ցույց տալ դրական տրամադրվածություն, որը իմ կարծիքով ցույց է տալիս, որ վարչապետի աշխատակազմում ֆունդամենտալ ճիշտ պատճառը չեն հասկանում Թուրքիայի ագրեսիվության։ Այսինքն բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ եթե մենք բացասաբար չտրամադրվենք, ապա իրանք էլ դրական են տրամադրվելու, որը նորից եմ ասում ցույց է տալիս, որ ֆունդամենտալ սխալ է հասկացում հակամարտությունը։ Ինչու՞։ Եթե Թուրքիան Հայաստանից 27 անգամ ավելի մեծ է բնակչությամբ եւ 50 անգամ ավելի մեծ է հնայով եւ նաեւ երևի մի 10-20 անգամ ավելի մեծ է ռազմական ուժով, ապա արդյոք Հայաստանն է նախաձեռնող այս հակամարտության։ Եվ առհասարակ եթե պատմականորեն դիտարկենք, ապա երբեք չի եղել, որ Հայաստանը լինի նախաձեռնողական։ Այսինքն Թուրքիան ունի իր նպատակները, հարձակում է, որպեսզի իր նպատակներին հասնի, իսկ մենք փորձում ենք պաշտպանվել։ Հիմա եթե մենք ընդունում ենք իրենց տրամաբանությունը, որ մեղավորը մենք ենք, օրինակ այն, որ Թուրքիան սահմանը փակել է 93 թվականին ի պատասխան Հայաստանի գործողությունների, որը իրականում կեղծ թեզ է, որովհետև իրականում այդ սահմանը չի էլ բացվել 91 թվականին։ Եվ հիմա այդ արգելքը չկա։ Այո, հիմա էլ այդ թեման չկա, բայց մեկը չի բացում, որը ցույց է տալիս, որ Թուրքիան ուղղակի պատերազմում է Հայաստանի դեմ, ամենասկզբից, ամենաառաջին օրվանից բլոկադան շրջափակումը դա պատերազմական գործողության տեսակն է, հա, եւ նաեւ ուղիղ պատերազմում է Ադրբեջանի ձեռքերով, հա, եւ այսպիսով Թուրքիայի նպատակը հակահայկական է եւ այստեղ փորձել իրենց նկատմամբ կառուցողական թվալ դա միայն այն պարագայում կաշխատեր, երբ որ Թուրքիան չուզենար այս հակամարտությունը, բայց դա սխալ է եւ այսպիսով այս քայլերը միայն Թուրքիայում ախորժակը բարձրացնում են։ Ինչու են բարձրացնում, որովհետև ախորժակ բարձրացնելը նշանակում է չլուծել հակամարտությունը։ Ախորժակ են բարձրացնում։ Ինչին էլ հետևում է Բաքուն։ Այո, ախորժակ են բարձրացնում Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու։ Ինչու, որովհետև Թուրքիան ավելի ու ավելի շատ ամեն նման գործողությունից հետո թվում է, որ իրանք կարող են իրենց նպատակներին հասնել, որ իրանք չեն խանգարի, որ իրենց նկատմամբ կառուցողական կվարվեն, ինչ էլ իրանք անեն, մեկը պատասխանը լինի դրական։ Եվ այսպիսով իրանք պատճառ չունեն համաձայնվելու։ Նորից եմ ասում, սա նույն բանը չէ, ինչ ռուս-ուկրաինական հակամարտությունում, որտեղ բավական էր, որ Զելենսկին ասեր, որ ինքը պատրաստ է խաղաղության, Պուտինը կարող է մինչև վերջ չէր ուզում, բայց ամեն դեպքում ասել է, որ ինքն էլ է պատրաստ։ 3 օր տևեց։ Տվյալ դեպքում այդպես չի։ Այսինքն Երևանից հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, հնչել է 94 թվականի մայիսից սկսած ամեն օր։ Հա, մի օր չի եղել, որ Հայաստանից ասվել չէ մենք չենք ուզում։ Բաքուն միշտ մերժել է։ Այսինքն մենք տրամաբանորեն լրիվ ուրիշ վիճակում ենք գտնվում, բայց ցավոք սրտի այս վիճակի պատշաճ գնահատական չկա։ Բաքուն մերժել է, պետք է նկատի ունենալ Անկարան մերժել։ Խոշոր հաշվով այո, որովհետև եթե հիմա էլ երևի Բաքուն ուզում է ավարտել փակել այս էջը, հա։ Ենթադրում եմ, այո, ենթադրում եմ, եթե Թուրքիայի ուղիղ ազդեցությունը Ադրբեջանի վրա չլիներ ամենասկզբից եւ Թուրքիան ներգրաված չլիներ, ապա ինչ որ պահին, հավանաբար հենց 94 թվականին մենք կկնքենք խաղաղության պայմանագիր եւ դրանով հակամարտությունը կլուծվեր, բայց քանի որ Անկարան միշտ հրահրում է, Ադրբեջանին հույս է տալիս, մյուս կողմից խոչընդոտում է ստորագրել, որովհետեւ իր ավելի մեծ պլաններ ունի, Ադրբեջանն էլ, այսպես ասած, այս տրամաբանության մեջ է շարժում արդեն։ Բայց այդտեղ իհարկե կա շատ ավելի մեծ հաշվարկներ, խողովակներ, միջանցքներ եւ այլ աշխարհակականություն, Ռուսաստան, Արևմուտք, Իսրայել եւ այլն, այս ամեն ինչը այո, բայց ամեն դեպքում վճռական դերը ունի Թուրքիան։ Բա ինչ եղավ ռուսական գործոնը, ճիշտ ժամանակին նշեցիք։ Դե տեսեք, ռուսական գործոնը միշտ այսպեսին չի եղել, չէ՞ այդ գործոնը։ Ռուսական գործոնը եղել է 90-ականների սկզբից թուրքական գործոնից ավելի ուժեղ եւ որոշ դեր էր խաղում առհասարակ տարածաշրջանային պատկերը հասկանալու համար 2000-ականների սկզբից արդեն ռուսական գործոնը սկսեց էականորեն թուլանալ եւ 2000-ականների կեսից Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Վրաստանում հաջորդիվ Ռուսաստանը կենտրոնացավ ոնց որ Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցությունը պահելու վրա բայց
թվականից Ռուսաստանը կտրուկ սկսեց կորցնել ազդեցությունը նաև Ադրբեջանում։ Ադրբեջանում ինչ է տեղ ունեցել։ Նախ Ադրբեջանից ռուսական այս RLS-ը, հա, մի խոսքով կարելի ասել ռազմաբազան հանել են 2009 թվականին։ 2010 թվականին Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրեց ռազմական պայմանագիր համապարփակ, որի արդյունքում նաև այս հակահայկական ագրեսիաները իրականացան եւ հետագայում շարունակեց Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում մեծանալ եւ առ 2020 թիվ արդեն 85% սպայակազմի Ադրբեջանի արդեն կրթվել են անցել են Թուրքիայում։ Հիմա արդեն ենթադրում եմ, որ 97-98% արդեն գրեթե բոլորը բացի ամենաավագներից։ Այսպիսով մենք ունենք Ադրբեջանի բանակի տեսքով թուրքական բանակի ոնց որ մի քանի կորպուս։ Հիմա այս ոնց որ այս Բայց ժամանակին Ադրբեջանը զինվել է ռուսական զենքով։ Զգալիորեն ռուսական զենքով եւ բարձվում է Հայաստանից անգամներով ավելի զենք է գնել։ Այստեղ մի քանի բարձաբանում տամ։ Սկզբից ամբողջությամբ բարձ է հետսովետական Բաքուն բավականին շատ զենք է ստացել, զենք եւ զինամթերք Ռուսաստանն ու ավելի ճիշտ Խորհրդային Միությունից, որովհետեւ նաեւ մի քանի բազա կար սովետական Ադրբեջանի տարածքում, հետո 90-ականներին, 2000-ականներին այդ պրակտիկան շարունակվեց, այդ թվում 2013 թվականի պայմանագրով Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի զինտեխնիկա եւ սպառազինություն է գնել Ռուսաստանից։ Այո, Հայաստանից, եթե մենք գումարով նայենք, ապա ավելի մեծ մատակարարում է ստացել Ռուսաստանից, բայց քանի որ Հայաստանը շատ ավելի մատչելի գներով էր առնում, ապա քանակապես ես ենթադրում եմ, որ ամեն դեպքում Հայաստանը ավելի շատ է ստացել Ռուսաստանից։ Բայց Ադրբեջանը սկսեց ակտիվորեն զարգացնել ռազմական հարաբերությունները բարձր Թուրքիայի հետ, Իսրայելի հետ, նաև ԱՄՆ-ի հետ եւ Պակիստանի հետ։ Եվ այսպիսով այս ամեն ինչը ոնց որ բերեց այս իրավիճակին, երբ Ռուսաստանը մեծ հաշվով Ադրբեջանի վրա ազդեցություն չունի։ Ռուսաստանը նաև սկսեց կորցնել ազդեցություն Հայաստանի վրա, հատկապես 2018 թվականից հետո 2020 թվականից հետո, 2022 թվականից հետո, երբ արդեն Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հապկից դուրս գալու ոնց որ ուղղություն ունեն, հա, դեռ Հայաստանը չի ամփոփել այս դուրս գալը, բայց զգալիորեն այդ ճանապարհը անցած է, եւ այսպիսով այս պայդրությամբ Ռուսաստանը շատ թույլ ազդեցություն ունի Հարավային Կովկասում, չնայած որ ռազմաբազա ունի Գյումրիում, բայց դրանից զատ գրեթե ոչ մի բան չունի։ Այսպիսով Ռուսաստանը հատկապես 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի, որտեղ ամբողջ արևմտյան պատժամիջոցներին ենթարկվել է Ռուսաստանը եւ ամբողջ ուժով ներգրավել է այդտեղ, Ռուսաստանը ոնց որ կորցրեց նաեւ կարողությունը Հարավային Կովկասում գործելու, որի արդյունքում եղավ նաեւ 2023 թիվ եւ Արցախի հայաթափում։ Այս պայդրությամբ Ռուսաստանը Հարավային Կովկասում գրեթե ոչ մի լծակ չունի, ինչ դեռ Թուրքիան էականորեն ուժեղացած է։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի, բարձա որ այս համադրությունը մի փոքր կշեղվի դեպի Ռուսաստան, բայց հետ բերել կորցրած ազդեցությունը Ռուսաստանի համար կլինի շատ բարդ։ Ձեզ համար հասկանալի է, թե Արցախի նկատմամբ լայնամասշտաբ հարձակումը սկսելուց առաջ ինչու արցախցիներին տեղյակ չի պահվել այդ մասին։ Դե նախ նման պարագայում ոչ մեկին տեղյակ չեն պահում, որովհետև եթե արցախցիները անգամ խաղապահները այնտեղ գտնվող։ Դե խաղապահները ես չեմ կարծում, որ տեղյակ էին, բարձր որ Ռուսաստանի տեղյակ չեն եղել, որ այդպես։ Ենթադրում եմ, որ այո, տեղյակ չեն եղել, կարող է հենց ռուսական հետախուզությունը կարող է չիմանալ այդպիսի բան։ Չէ, հետախուզությունը երևի իմացել է, ես այդպիսի տեղեկություն տարածվել է լրատվամիջոցներում, որ սեպտեմբերի սկզբին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 7-ին Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի, Իսրայելի ներկայացուցիչների, որտեղ քննարկվել է այս Արցախի հարցը։ Եվ այդտեղ լուր համաձայնություն են տվել, այսինքն գուցե ոչ ակտիվ համաձայնություն են տվել բոլոր վերոնշյալները։ Եվ պարզ է, որ դրանից հետո ոնց որ արդեն Արցախի հարցը որոշված էր։ Պարզ է, որ հայերին ոչ մեկը չի ասել, բայց այդտեղ որոշված էր, բայց մի բան է, ինչ որոշված է աշխարհակահաղական մակարդակում, մյուս բան, որը որոշված է արդեն հողի վրա։ Հողի վրա ես ենթադրում եմ, որ չեն ասում, նույն դե մյուս օրինակ բերեմ, երբ որ Ռուսաստանը դուրս եկավ Խերսոնից 2022 թվականի
նոյեմբերին էլի բնակչությանը չեն զգուշացրել, այսինքն գիշերը ժողովուրդը քնել է Ռուսաստանի իշխանության ներքո, հարավոտը տեսնում են ռուսները ամբողջությամբ դուրս եկան, իրիկունը արդեն ուկրաինական բանակն է մտնում։ Հա, այսինքն այդտեղ ոչ ոք տեղյակ չի եղել։ Նման պարագաներում ոչ մեկին չեն ասում, սա է իրականությունը։